Ռոբերտ Քոչարյանը ենթակա լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հերթական անգամ զբաղվել է Ռուսաստանի փաստաբանությամբ եւ հերթական անգամ նսեմացրել է Հայաստանին եւ հայկական բանակին։ Քոչարյանը նշել է, որ ոչ մեկ քո համար չի կռվելու, եթե դու քո հողի համար չես կռվում։ Նա սրանով փաստացի ասում է, որ Հայաստանը չի կռվել, երբ Ադրբեջանը հարձակվել է մեր սահմանների վրա։ Դրա համար էլ Ռուսաստանն ու ՀԱՊԿ չեն օգնել մեզ։ Все, что происходило, не имеет отношения к ОДКБ. Երկրորդ նախագահը հերթական անգամ բացահայտ մանիպուլյացիա է անում եւ փորձում է արտարացնել ՀԱՊԿ-ի դավաճանական պահվածքը Հայաստանի հանդեպ։ Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի հարաբերությունները սկսել են սրվել այն բանից հետո, երբ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որից հետո Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, իսկ ՀԱՊԿ-ն էլ հայտարարեց, որ դեռ պետք է պարզել, թե արդյոք հարձակումը Հայաստանի տարածքի վրա է եղել։ Ադրբեջանական զորքերի առաջխաղացումը հնարավոր եղավ կանգնեցնել հայկական բանակի ծանր կորուստների գնով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտությամբ։ Ասել, որ հայկական կողմը չի կռվել, նշանակում է վարկաբեկել բանակը եւ այն զինվորներին, որոնք իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերեցին ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու համար։ Քոչարյանի հայտարարությունը, թե իբր Հայաստանը չի կռվում իր հողերի համար, առնվազն ցինիզմ է, որով իրեն միակ տղամարդ հռչակած անձը հերթական անգամ փորձում է նսեմացնել հայ ժողովրդին եւ հայ զինվորին։ Իդեպ սա առաջին դեպքը չէ, երբ Քոչարյանը փորձում է նսեմացնել Հայաստանի ժողովրդին։ Օրեր առաջ նա հայտարարել էր, որ Արցախի առաջին պատերազմում միայն Արցախի 150,000 բնակչությունն է կռվել 7.5 միլիոնանոց Ադրբեջանի դեմ։ Քոչարյանը շարունակում է վիրավորել եւ նվաստացնել Հայաստանն ու Հայաստանի ժողովրդին։ Միակ տղամարդու սինդրոմը հավանաբար հանգիստ չի տալիս Ռոբերտ Քոչարյանին, որն այսօր դարձել է շարքային ընդդիմադիր։ Մարդ, որը կորցրել է քաղաքական քաշը, եթե իհարկե երբևէ ունեցել է քաղաքական քաշ։